սկսեցին տարածել, որ իբր թե Ռուսաստանից գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու, ես հավատացնում եմ, ընդ որում նաև մարդկանց ճանաչելով եմ ասում, որ Ռուսաստանից եւ այլ երկրներից ոչ պակաս մարդիկ եկել են, ընդ որում ես չգիտեմ դա կազմակերպած ա եղել թե չէ, ոչ պակաս մարդիկ եկել են հենց Նիկոլին քվեարկելու համար։ Ես էլ մի հատ ուրիշ բան ավելացնեմ, որ այդ օրերին գալիս է Եվրոպայից եւ շատ մարդիկ Եվրոպայից գալիս էին քվեարկելու համար։ Մի մասը Նիկոլին, մի մասը, այսինքն տենդենս, չէ, իրականում տենդենս չի եղել, որ այդպես հատուկ կազմակերպված գան, բանի։ Իրանք ասում են կազմակերպված բերել են։ Բայց իրանք հատուկ են դա արել, տեսեք թե ինչ կեղտոտ 3 քայլանի կոմբինացիա են արել։ Ուրեմն մտցրել են մարդկանց մեջ, որ տեսեք, որ Ռուսաստանից գալիս են քվեարկեն, իրականում որ հետո այդ ժամանակ տվյալներ եղան, որ ժողովուրդ ջան, ես չի որ նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած էապես աճ ա եղել, ոչ որ դա ժողովրդի աճ չի եղել։ Այսինքն այդ սա միֆ էր։ Այդ սա միֆ էր, որ այդ միֆը իրանք դնում էին մարդկանց գլխի մեջ, դրա երկրորդ քայլը ո՞րն էր։ Հիմա արդեն այս նախագիծը բերել են, որ եթե մարդը բանա, հա, մի տարվա մեջ 6 ամիս Հայաստանում չի եղել, ուրեմն ինքը իրավունք չունի քվեարկել։ Դա սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտում է, այդ երկար բանակ չխոսենք, դա պարզ կոպտագույն։ Նպատակը չէ։ Հիմա արդեն երրորդ կոմբինացիայի երրորդ քայլը։ Որն է դրա բուն։ Ես 3 մատով կոմբինացիան գիտեի, դու Չէ, ես շախմատային տերմին եմ իրարում։ հասկացա։ Մատ 3 քայլից էլի, Մատ այսինքն։ 3 քայլ, հա։ Երրորդ քայլը ո՞րն է այստեղ։ Իրանց բուն նպատակը ո՞րն է, որի մասին չի խոսվել։ Դե ասա։ Որո՞ր ջան, հիշեք թե նիկոլական գլխավոր օրակարգը ո՞րն է։ Ադրբեջանը նիկոլական։ Գլխավոր օրակարգը սահմանադրական հարակվե անելն է Հայաստանի սահմանադրությունը ադրբեջանացնելն է։ Ադրբեջանացնելն։ Ճիշտ բանը կտար։ Եվ իրանք այդտեղ երկու պատնեշ ունեն հաղթահարելու։ Առաջին ազգային ժողովի պատնեշը, երկրորդի մասին։ Երկրորդը, որը շատ ավելի վատ վիճակում ենքան գործող, այսինքն նախորդ ընտրություն 21 թվին ձևավորված ազգային ժողովը, բայց այդտեղ իրանք կարող է օրինակ ընդդիմությունից մարդիկ գողանալով մտածեն, որ այդ հարցը կարող է լուծեն։ Եվ երկրորդը, որը շատ ավելի լուրջ պատնեշ է, դա ժողովրդի պատնեշն է։ Ինչն է խնդիրը։ Գործող սահմանադրությամբ սահմանադրական հարակվեն համարվում է անցած, եթե առաջին կողմը քվեարկել ավելի շատ մարդ քան դեմ, եւ միաժամանակ կողմը քվեարկել ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/4-ը։ Այսինքն սա այն դեպքն է, որ ընտրություններին մասնակցելու համար կոնկրետ շեմա դրած։ Այո, 1/4-ը 25%-ից պակաս եղավ մասնակցությունը, չի ոչ թե մասնակցությունների կողմ քվեարկողները։ Հա, ասենք օրինակ մասնակցության հետ էլ կար բանը։ Չէ, մասնակցություն չէ, այդ երկու բանն է, այսինքն այո, կողմերի քանակը պետք է 50%-ից ավել մասնակիցների, բայց ամբողջ գրանցված ընտրելու իրավունք ունեցող անձանց 1/4-ը։ Այսինքն, եթե ընտրական ցուցակում ընդգրկվածների 40%-ն է մասնակցում, որից ընդունենք թե 23%-ը ասում կողմը 18%-ը չէ 23 17%-ի կեսն է, կեսից ավելը։ Կեսից ավելը մասնակցում ընտրություններին ենթադրենք 40%։ Արի ես օրինակով բան անենք։ 40%-ը մասնակցում էլի քեզ որ 40%-ը մասնակցեց։ Կեսից ավելը կողմա քվեարկում։ Բայց եթե այդ կեսից ավելը, ասենք թե 21%-ը, այդ 40-ը 21-19-ը, 21-ը կողմ են, 19-ը դեմ են։ Բայց քանի որ այդ 21-ը 25 չի հասնում, կստացվի, որ չնայած ավելի շատ մարդ կողմ է քվեարկել, բայց հարակվեն չանցավ, որտեղ 25%-ի շեմը չհաղթահարեցին։ Հիմա այս մարդիկ ո՞նց են ուզում այս խնդիրը լուծեն։ Խնդիրը ուզում են լուծեն ընտրությունների ցուցակները նվազեցնելով, որpիսի եթե այսօր 25%-ը, այսինքն 1/4-ը 700,000-ն է, չէ 700,000-ն է։ Հա, կարծեմ այդքանն է։ Մոտավորապես 700,000։ Ինչ-որ թիվ է։ Ապա այն մարդկանց հանելով, որ տենց 6 ամիս Հայաստանում չի եղել հանելով, ինչքան է մեր ընտրողների քանակը։ Հովակիմյանին ասենք մի հատ թող իր իր մաթեմատիկայով թող ասեր, ոնց որ թե Վագին ասենք թող մի հատ գրի։ 60% մասնակցություն էր մոտավորապես եւ դա համարյա 1.5 միլիոն էր։ Հա։ Հետևաբար 30%-ը պետք է լինի 750,000, այդ այլի կար 2 միլիոն 650,000-ից մի քիչ ավել, հա։ Հա։ Եթե 650,000-ից մի քիչ ավել, այսինքն եթե ընտրական ցուցակները, այսինքն այդ 25%-ը 600-ից
2 միլիոն մաքրեն, այսպես ասած։ Մաքրեն են ոնց նրանք ովքեր նվազեցնեն 6 ամսից ավել Հայաստանում չեն եղել, իրենց ցուցակներից հանում են։ Ցուցակներից հանեն, կստացվի իրանք դրանով արդեն իսկ ինչ է սա նշանակում, որ այս նախագծով իրանք արդեն դաղալություն են անում ու արդեն կեղծում են իրանց պատկերացմամբ ապագա հանրակրվեն։ Այսքան բան։ Սրա մասին կարևոր էր, որ մենք խոսենք, որ մարդիկ իմանան, որ այս ընտրական օրենսգրքում է, չէ՞։ Ընտրական օրենսգրքի փոփոխություն պետք է անեն։ Այո։ Սահմանադրական օրենքը դեռ իրակ ունեն, հիմա էլ ունեն 2-րդ, եթե Բահաճ Հայաստանը չի անցնում, հա, նու կարող են անել, հա։ Այս պահին կարող են անել, վերի դաղալություն են անում, հերթական։